Երբեմն մարդկանց սիրելուց մարդիկ հիասթափություններ են ապրում եւ այլ, ու այս շատ բաներ մարդկային հարաբերությունների մեջ տարբեր, ասենք, բաներ ալնում։ Ոնց է պետք ասենք ընկերոջը սիրել, այդ սերը ոչ վնաս տա, ոչ ընկերոջը վնասի, ոչ էլ սիրողին վնասի, էլի։ Ուրեմն պետք է սիրել այնպես, ինչպես Աստված է սիրում մարդկանց։ Աստված այս սիրով սիրել մարդկանց։ Ներողություն հարցնես, լիարժեք չէր էլի մտքես թե։ Երբեմն բան, ասենք եթե մարդու մեջ ասենք անձնասիրություն կա, չէ՞, բոլորս էլ ասենք ես ունենք, մեր եսը միշտ առաջ հանգնում։ Եթե մեր անձը սիրում ենք ու դա նորմալ չի, այսինքն նորմալ վիճակի մեր շել, մեր գիտակցությունը, մեր անձի սիրելու հանդեպ մենք ոնց կարանք ճիշտ սիրով սիրենք, ասենք դիմացինին, էլի։ Այդ ձևի շփոթումներ ոնց զգուշանալ սիրելուց քո անձը ու ոնց հասկանալ ինչպես է պետք նախ սիրել քո անձը, որ հետո հասկանաս թե ինչպես է պետք սիրել դիմացին։ Աստվածային սիրը բոլոր անհավասարակշռությունները հավասարակշռում են։ Այսինքն եթե անգամ մեր անձն ենք սիրում, մենք պետք է Քրիստոսի համար սիրենք մեր անձը։ Աստծո սիրով մեզ սիրենք։ Հա? Եթե մենք սիրում ենք ընկերոջը, Քրիստոսի սիրով պետք է սիրենք իրեն։ Սուրբ Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ է այդ սանդղակը սահմանում։ Ասում է առաջին պետք է սիրենք մեր հոգու փրկությունը։ Առաջին դի մտածենք մեր հոգու փրկության համար, ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, փնտրեցեք եւ խնդրեցեք երկնքի արքայությունը եւ Աստծո արդարությունը, մնացածը, հիմա մնացածի մասին կխոսենք, ձեզ ավելիով կտրվի։ Ինչ է նշանակում փնտրել եւ խնդրել երկնքի արքայությունը, Աստծո արդարությունը նշանակում է փնտրել մեր հոգու խաղաղությունը, հա, իսկ Աստծո արդարությունը դա մեր մեղքերի թողությունն է։ Եթե մեր հոգի խաղ, եթե մենք աղոթքի մեջ ենք, եթե այս աշխարհում տալիք առնելիք չունենք, նաև մեղքերի գայթակղությունները հաղթահարում ենք, գործած մեղքերը զղջում ենք, ապաշխարում ենք, կարծես հավասարակշռեցինք մեր կյանքի սլաքը ուղղված է դեպի երկնքի արքայություն։ Այսինքն մեր մի քիչ վստահություն է գալիս, որ հույս ունենք, կփրկվենք։ Ահա։ Հենց մի քիչ կանգնեցիր ոտքի ու ժառա մի տեսակ ավելանում է քո մեջ սերը, հասկանում ես։ Լույսը ավելանում է, որ ավելանում է ինքը պետք է բխի, դուրս գա։ Եվ ասում է երկրորդ, սիրում ենք մեր ընկերոջ փրկությունը։ Այսինքն մենք հասկանում ենք, որ ինքնուրույն չենք կարող փրկվել։ Մենակ չենք կարող փրկվել։ Մենակ չի ստացվի։ Սկսում ենք մեր միշտ ապահովությամբ, միշտ ստրախովկով էլի ժողովուրդը ասում է, ընկերոջը սիրել, միշտ շատ կարևոր է այսի, որ նենց չստացվի բժշկյա զանձդ, դու քեզ ինքդ չես բժշկել, ընկնես ուրիշներին բժշկես, չէ, այդպես չի, մենք այստեղ ճիշտ ասած մի քիչ էլ էգոիզմ է պետք, կոպիտ ասած, ճակերտավոր էգոիզմ, որ դու քո հոգու փրկության հաշվին որևէ մեկի հոգու փրկության մասին չմտածես, չես էլ կարող մտածել։ Եթե քո հոգու փրկության հաշվին է, ուրեմն դու չես կարող ոչ մեկին օգնել։ Դու ինքդ փոսը կմնես։ Փոսը ընկածը մարդուն օգնելու համար դու պետք է դուրսը կանգնես, մի ձեռքով ամուր բռնես Քրիստոսից։ Մի ձեռքով էլ պետք է փոսը մեջ ընկնա։ Մեկ կա տեսնում է փոսի մեջ ընկածից ասում է Այ սենց դուրս արի, այ սենց դուրս կգաս, ոտը ստեդիր, բայց չի ուզում միա ձերք մեկնի։ Մյուսն էլ ընկնում է փոսը։ Վայ, բալաջան փոսն ես ընկնել, ընկնում է մեջը ու հետո մնում փոսը։ Երկուսն է սխալը։ Այսինքն, մեկը պետք է ամուր բռնես Տիրոջ ողորմության, աստվածային ողորմությունից, մյուս ձեռքով օգնես փոսը ընկածին դուրս անեն։ Իսկ եթե դու չես կարողանում օգնել, ուրեմն պետք չի։ Ուրեմն եթե ուժ չունես, կարողություն չունես, աղոթքով գոնե օգնի այդ մարդը, հա? Աղոթք արա իր համար։ Առաջին մեր հոգու փրկության մասին ենք մտածում, առաջնահերթ, ապահով ձգտում ենք վստահ լինել, որ մենք ճշմարտության ճանապարհին ենք։
Երրորդ օգնում ենք ընկերոջ, որ ինքը փրկը, հա? Ասում են երրորդ Սուրբ Գրիգոր Տաթևացին, աղոթում ենք, խնդրում ենք մեր առողջության համար, նաև մտածում ենք մեր մարմնի առողջության համար, հա? Կարևոր է սա էլ, որտեղ մենք Աստծո պատկեր ենք թե հոգով եւ թե մարմնով, որտեղ երբ որ Քրիստոս մարմին առավ, մենք Աստծուն նմանվեցինք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով նմանվեցինք, որտեղ ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ասում է, երբ Քրիստոս քանի որ պիտի մարմնանար, մարդ դառնալ, այդ պատճառով մարդուն իր նմանությամբ ստեղծեց Քրիստոս, երբ որ ստեղծում է, իր նմանությամբ ստեղծեց Ադամին։ Դրա համար մարդը դարձավ Աստծո պատկեր, հոգով եւ մարմնով։ Հիմա մեր հոգու մասին մտածեցինք, մեր հոգու փրկության մասին մտածեցինք, առաջնահերթ սա։ Մտածենք նաեւ մարմնի առողջության մասին։ Բայց ես կարծեմ, թե ով ճիշտ է մտածում հոգու փրկության մասին, նա ակամայից արդեն մտածում է մարմնի առողջության մասին։ Որտե՞ղ պահքապահում։ Որտե՞ղ է այսօրվա այդ գեմեո կամ կեղտոտված կերակուրները չուտում։ Թունավոր երշիկներ չուտում, չաբապ չուտում, չգիտեմ, խորոված, չուտա, մուտա, որ թունավոր է սա ամբողջ, կամ չգիտեմ, երշիկները բան չուտում, հա, պահքապահում, ճիշտ է սնվում, դանդաղ է ուտում, չափավոր է ուտում, տեսնում ես, որ աստվածային պատվիրանները պահելով, հոգու փրկության մասին մտածելով, ակամայից մարմնի առողջության մասին ես մտածում, զուգահեռ գնում է մարմնի առողջություն, հա, բայց երբ որ հոգու փրկության մասին չես մտածում, մարմնի առողջության մասին ընդհանրապես չես մտածում, որտեղ մեղքը թշնամի է թե հոգուն եւ թե մարմնին, այսինքն եթե դու մեղք ես անխտիր գործում, հոգիդ մեռնում է, մարմինիդ էլ կամած համերնում, ծխում ես թույնա, շնանում ես, վարակում ես, չգիտեմ, մյուս մեղքերը, կամած մեռնում է, մարմինիդ էլ, սկզբում հոգիդ է մեռնում, հետո մարմինիդ է մեռնում, երկրորդ ուրեմն մտածում ես քո մարմնի առողջության մասին, երրորդ մտածում ես քո ընկերոջ մարմնի առողջության մասին, հա? Էլի զգուշանալով, էլի ստրախովքեքով կոպիտ ասած, ապահովությամբ, ինչու, որտեղ այսօր մեր հայ ծնողները իրանց զավակների առողջության մասին շատ ավելի են մտածում, բայց ոչ մի բանով չեն օգնում, քան իրենց առողջության մասին, հա? Մենք էլ տեսնես, մեր արդեն չկա, ոչնչացել է, այնքան է լացել իր երեխու առողջության համար, կամ իր ամբողջ կյանք իր ամեն ինչը դրել է, երեխու վրա բեռ է դարձել, չի օգնել, սա իրական մտածմունք չէ, սա իրական աղոթք չէ, սա իրական սեր չէ, սա մի քիչ ծառայական է, հա? Ուրեմն առաջին մտածում ենք մեր հոգու փրկության մասին, երկրորդ մտածում ենք մեր ընկերոջ հոգու փրկության մասին, երրորդ մտածում ենք մեր առողջության մասին, չորրորդ մտածում ենք մեր ընկերոջ առողջության մասին, հոգի մարմինը ամեն ինչ տեղ է, կարգավոր է, ինչ մնա, գործերի հաջողություն, մեզ թվում է, թե քրիստոնեական խնդրանք չէ գործերի հաջողությունը, շատ քրիստոնեական խնդրանք է, իրական գործերի հաջողությունը, բայց դա երրորդ տեղն է, լավ, բարի գործերի հաջողության համար, այո, պետք է աղոթել, անպայման պետք է աղոթել, որ Աստված մեր բարի գործերը հաջողի, բայց դա երրորդ տեղն է, հա? Որպեսզի գործ ես նախադարձնում, եկեղեցի ես կառուցում, չգիտեմ, հայրենիքդ ես շենացնում, ինչ-որ մի բան ես ուզում անել, որ ագահությունից դրդված չէ, որ չես ուզում հարստանալ, այլ ուզում ես, որ քո երկիրը շենանա, ուզում ես, որ մարդկանց մեջ հավատ, հույս առաջանա, դեպի իրենց երկրի շեն ապագան, լավ բան է, ուրեմն դրա համար պետք է աղոթել, որպեսզի Աստված հաջողություն տա մեր գործերին։ Եվ հետո աղոթում ես նաև քո ընկերոջ գործերի հաջողության մեջ։ Այս պարագային էլ մեր մոտ բավականին լուրջ շեղումներ կա։ Բոլոր ծնողները, որ գալիս են եկեղեցի, քահանայից աղոթք են խնդրում, ընեն ցավրա իմ բալի գործերը հաջողվեն, էլի խնդրում եմ։ Մի հատ բախտը բացվի, պսակվի, սենց գնա մարդու, պրծնենք սրանից կոպիտ ասած։ Հիմա այս էլ շեղված է մեր մոտ, էլի, այսինքն մենք չենք մտածում հոգու խաղաղության, մենք չենք մտածում, որ երեխեն մի հատ ավետարան կարդա, եկեղեցուց չկտրվի, հաղորդությունից չկտրվի, մեղքերի մեջ չընկնի, հաջողակ կնի,
չգիտեմ առողջ լինի, հաջող լինի վերջ, հարցեր լուծվեցին։ Խու դա կենթանի չի մարդը, չէ՞։ Հոգի ունի, հոգին շատ ավելի կարևոր է։ Եվ այսպես պետք է հստակ ճիշտ իմաստուն ոսկե միջին մոտեցում ունենան գործերի հաջողության։ Մենք նստենք, հաշվարկենք ամեն ինչ, որտեղ գործերի հաջողությունը կախված է մեր փորձառությունից, մեր իմաստուն մոտեցումից։ Եթե ճիշտ ենք մենք ամեն ինչ անում կարգավորում, կարծեմ թե արդեն 90% հաջողված են մեր գործերը, 10%-ն էլ Աստծո օրհնությունը թողի մեր գործերի վրա ու կհաջողվի։ Եվ անպայման մտածում ենք, նաև աղոթում ենք եւ օգնում ենք, աջակցում ենք, որպեսզի մեր ընկերոջ գործերը հաջող լինեն։ Եթե մեր գործերը հաջող են, լավ է, մեր ընկերոջ գործերը հաջող չեն, մենք ոնց կարող ենք սեր ունենալ կամ վայելել այդ գործերի հաջողությունը, անպայման պետք է օգնենք մեր ընկերոջ, անպայման իմաստուն ձևով, կրկին ոչ աջ շեղվենք, ոչ էլ ձախ շեղվենք, որ այստեղ բոլոր այս ծանդաղակների վրա պետք է մեր անձի հավասար սիրենք մեր ընկերոջը, այսինքն այնպես չլինի, որ մեր գործերի հաջողության հաշվին, հա, ուրիշի գործերը հաջողացնենք, ու մենք էլ դառը դատարկ նստենք, հա, այդպես չստացվի։ Միջին, ոսկե միջինով, հա, այնքան մենք օգնենք, որքան որ կարող ենք եւ որքան որ իրեն է օգտակար, հա, իսկ որ չափից ավել իրեն օգնելով, թե մեզ վնասենք եւ թե իրեն վնասենք։ Բայց մեր հասարակության մեջ կարծես թե այդ մոդելը, որ պետքա ասենց քո ամբողջ ունեցածը տաս էլի, դու քո անհաջողության բանով ոնց որ դնելով քո անհաջողության գրավ դնելով ինքերոջ հաջողության այդ իա գնահատում, այդ նոր որ մաքուր սիրտ ունի էլի մի տեսակ հասարակության մեջ ընդհանուր Քրիստոս ավետարանում մտածողությունը այդ մոդելը ավելի ասենց ընդունված է էլի Չէ, ավետարանում այդպես է ասում, եթե ուզում ես կատարյալ լինել, հա, բաժանիր քո ամբողջ ունեցվածքը աղքատներին եւ արի իմ հետևից։ Հիմա, էս ուրիշ կատարելության մասին է, կատարելության մասին է, որը աշխարհի մարդու մասին չի խոսում։ Էսի ճգնավոր մարդկանց մասին է, որ իրանց ամբողջ ունեցվածքը տվեցին անտոնանապատական 16 տարեկան վաճառեց, բաշխեց, տվեց աղքատներին, կեսնել տվեց քրոջը, գնաց անապատ։ 16-ից մինչև 105 տարեկան ճգնեց։ Էսի կատարելության աստիճանն է։ Մենք ուզում ենք այս կեղտոտ մեղավոր աշխարհում կատարելության չափանիշներ տեսնենք, չէ։ Սուտա չի ստացվի։ Չի ստացվի, որ մեկը իր ամբողջ ունեցվածքը տա ընկերոջը ու ասեմ, որ ամբողջովին ճիշտ է։ Չի ստացվում։ Հազվագյուտ դեպքեր կարող է լինեն այդպեսին, բայց որպես կանոն խաբեություն կա այստեղ, որպես կանոն խաբեություն է լինում, կամ իրեն խաբում են, կամ չգիտեմ, սիրահարվում է, եսի ինչ, իր ամեն ինչը տարում է, հետո ինքը խաբված նստում է։ Այսինքն ինքը չի հասկանում, որ բարիք գործեց, հետո միշտ զղջում, ափսոսում։ Իսկ սուրբերը երբեք չեն զղջացել, որ իրենց ունեցվածքը տվել են աղքատներին, միշտ գոհ են ու ուրախ են եղել։ Այս աշխարհում դժվար է, որ ասես, աղքատին էլ անգամ մեկ ես անում, երկուս ես անում, տեսնում ես երես առա։ Ասում եք կարել ես, երկու արել ես, 4 էլ պետք է անես, 5 էլ պետք է անես։ Միշտ արել ես։ Տեսնում ես, որ դու իրան օգուտ չես տալիս։ Դու վնաս ես տալիս, ավելի լավ չէ՞ մի հատ աշխատանք ստեղծել, այդ մարդը աշխատել, իր վաստակ ունենար եւ ինքը գոհ լինի իրար, ինքը կորցրել այդ մարդկային արարչագործության կերպը, տիպը, որ մարդը Աստծո պատկերով է ստեղծել, պիտի արարի, ստեղծի, բայց ինքը անասնական է կարծես դարձել, իսկ անասունից էլ ցածր է։ Անասունն էլ է աշխատում նորաուտում, բայց այս մարդը չի ուզում աշխատի որ ուտի։ Այսօր ինչպես է, ոնց է պետք սիրել Տիրոջը, էլի, ինչքան որ հասկացել եմ, ասենք իմ փորձառությունից ամենադժվար բանն է։ Ես չեմ կարող, ես որ նայում եմ, ասենք սիրում եմ Տիրոջը, թե չէ, տեսնում որ չէ, ամեն ինչ տենց անձի կարա իմ ուշադրությունը շեղի, մտքերի մեջ, մտքերս գնայես կոմ, բայց ոչ, ասենք
փառք ասում կամ աղոթքի մեջ մնա, էլի։ Այդ պատվիրանը առաջի պատվիրանն է, էլի։ Ինչ պետք է անենք, որ կարողանանք սիրել Տիրոջը։ Ընդհանրապես ոչ մի բաներ չես կարող անել Աստծուն սիրելու համար, որտեղ Աստվածային սերը պարգև։ Ոչ բաներ չես կարող։ Դու պիտի գնաս զոհողության։ Դու չես, մենք չենք իմանում, թե ինչ է սերը, թե ինչպես պետք է սիրեն, ինչպես է արտահայտվում այդ սերը, բայց այդ ներքին մղումը, այդ ներքին ձգտումը, որ Աստված է մեր մեջ դրել, Աստված է մեր մեջ սիրո ձգտումը դնում, Աստված է սիրո ձգտումը հաջողեցնում եւ Աստված է սիրո ձգտումը ըսակում, սեր պարգևում։ Սկիզբը, ընթացքը եւ վերջը Աստված է։ Սիրո հեղինակ Աստված է։ Այսինքն, երբ որ դու ձգտում կա քո մեջ, որ Աստված է էլի դրել, այդ ձգտումը անմոռաց, ինքնամոռաց գնում ես։ Ինքնազոհությամբ, այստեղ ծայրահեղություն չկա, Աստվածային սիրո մեջ չկա ծայրահեղություն, հա։ Հետո միտքդ կարգավորում է, որ այսի դու ինքնամոռաց գնացիր, որ այսի սերը ինքը ներքին Աստվածային իրողություն է, բայց արտաքին արտահայտությունների մեջ հավատքույս սերը պետք է ունենան չափեր։ Ներքուստ ինքը պետք է անսահման լինի, բայց արտաքին արտահայտությունների մեջ սահմանափակ պետք է լինի անպայման, որտեղ մենք մարմին ենք, մենք չենք կարող անընդհատ ծոմ պահել, չենք կարող հացեր ուտել, անընդհատ չենք կարող պահ պահել, հա։ Եվ այդպես արտաքին հոգով կարող ենք անընդհատ աղոթքի մեջ լինել, բայց մարմնով չենք կարող անընդհատ աղոթքի մեջ լինել, պետք է հանգստանել, պետք է աշխատենք նաև, բայց աղոթքի հոգին չկորցնելով, դա է ասում Քրիստոս, որ ընդմիշտ աղոթեցեք, միշտ աղոթեցեք։ Հիմա ինչու է մեզ բոլորն ասում, Աստված ինքը դնում է քո մեջ սիրո ձգտումը, եթե դու միայն լսում ես, այս շատ կարևոր, այդ լուսավորությունը, այդ տեսողությունը Աստվածային ամենակարևորն է, որ այդ լույսը քո լուսավցակը երկնքից իջնի քո վրա, որ դու տեսնես այդ բոլորը ու ձգտես։ Ու մեկ էլ տեսնում ես կամաց Աստվածային սերը քո մեջ իրականանում։ Երբ որ քո մեջ լսում ես Աստվածային սերը, դու էլի չես հասկանում դա ինչ է։ Հա? Աստվածային սերը ես կոչեի խենթություն։ Բոլոր սուրբերը ոնց որ խենթերն էին, շատ խենթ էին, այտենց է ինչ անես, չես կարանում իշտը, ոչ մի կանոնների մեջ չի մտնում, սուրբերը բոլոր կանոններից դուրս են իրենք, անկանոն էին, բայց իրանք են կանոնների սահմանում էլի, այս ինչ կիրեմ չբացատում Աստվածային սերով կարաս, ոչ մեկ էլ չի կարաս, թե ինչ ասես, Աստված ինքը դնում է, ինքը հասունացնում է, մենակ դու լսես Աստծո ձայնը, քո միջից ինքը կհասունացնի, կհասցնի դրան։